իրենք։ All right, so I will now pray and start. This is going to be a teaching, and I am praying that it will change your life. Ես հիմա կաղոթեմ եւ կսկսեմ, սա լինելու է ուսուցմունք եւ աղոթում եմ, որ սա ձեր կյանքը կփոխի։ I want to start with this though. When we become a believer of Jesus, Ես ուզում եմ սրանով սկսեմ, երբ որ մենք դառնում ենք Հիսուսի հավատացյալներ։ every day we need to grow from glory to glory. Ամեն օր մենք պետք է աճենք փառքից փառք։ And our lives must also improve every day. Եվ մեր կյանքերն էլ նմանապես պետք է ամեն օր ավելի լավանան։ If we stay the same 5 years after we became a believer, Եթե մենք 5 տարի հետո, որ դարձանք հավատացյալ, 5 տարի հետո, եթե մենք մնանք նույնը, or 3 years, or 6 years, or 5 months, կամ 3 տարի հետո մենք նույնն ենք, կամ 6 տարի հետո մենք նույնն ենք, կամ 5 ամիս հետո, that means we are doing something wrong. ուրեմն մի բան սխալ ենք անում։ We are not meant to stay the same. We are meant to grow. Մենք չպետք է նույնը մնանք, մենք պետք է աճենք։ When we become a believer because somebody blessed us with the gospel. Երբ որ մենք դառնում ենք հավատացյալ, դա որովհետև մեկը մեզի օրհնել է ավետարանով։ Somebody prayed for us. Մեկը մեր համար աղոթել է։ Somebody played the music for us. Մեկը մեր համար փառաբանություն է երգել։ Somebody նվագել։ invited us to the church. Մեկը մեզ հրավիրել է եկեղեցի։ When you entered, you got everything for free. Երբ որ դուք մտաք հավատքի մեջ, ձեզի ամեն ինչ ձրի տրվեց։ But behind the scenes, some people made sacrifices to prepare the place for you. Բայց ոնց որ դահլիճի հետևում մեկը զոհաբերություն արեց, որ ձեր համար տեղ պատրաստվի։ Somebody gave their time, their energy, everything they have, they gave it so you can receive the gospel. Մեկը ձեզ տվեց իր ժամանակը, ձեզ տվեց իր էներգիան, ձեզ տվեց ամեն ինչ, որ դուք կարողանաք ստանաք ավետարանը։ But as you start growing in Jesus, Բայց երբ որ դուք սկսում եք մեծանալ աճեք Հիսուսի մեջ, you must naturally move from receiving to giving. դուք բնական ձևով պետք է անցնեք ստանալու դերից, անցնեք դառնաք տվողի դերում։ That is just part of the journey of being a believer of Jesus. Դա ճանապարհի մի մասնիկն է հավատացյալի։ All right, now let me pray and start what I'm going to teach today. Lord Jesus, we praise and honor you. We thank you for this opportunity, Lord. Հայր Հիսուս, մենք փառաբանում ենք քեզ եւ շնորհակալություն ենք հայտնում այս հնարավորության համար։ Lord Jesus, I pray that my words will be a blessing and it will bless the lives of these people for the better. Ես աղոթում եմ, որ իմ խոսքերը օրհնություն կլինեն եւ կօրհնեն այս մարդկանց կյանքերը, որ ավելի լավանա իրանց կյանքերը։ Amen. Now, if I were to give a title to this teaching, my title will be The Rulers of God. Եթե ես վերնագիր տայի այսօրվա դասընթացին, ես այս վերնագիրը կընտրեի Աստծո կառավարիչները, What is a ruler? Ով է կառավարիչը? A governor, a minister, a mayor, Օրինակ նախագահ կամ քաղաքապետ, գյուղապետ, a businessman, բիզնեսի մարդ, law enforcer, such as police officers, police commissioners, police commanders. Օրինակ ոստիկաններ, նրանք որ բարձր պաշտոններ ունեն ոստիկանության մեջ։ So the title of today's teaching is The Rulers of God. So այսօրվա վերնագիրն է Աստծո կառավարիչները։ Did you know you are called to be rulers in this world? Գիտեք դուք կանչված եք, որ լինեք կառավարիչներ այս աշխարհում։ You are not called to be slaves. Դուք չեք կանչված, որ ստրուկներ լինեք։ You are called to be free and rulers. Դուք կանչված եք, որ լինեք ազատ եւ լինեք կառավարողներ, կառավարիչներ։ I want to ask a logical question. Ես ուզում եմ լոգիկայի հարց տամ ձեզ։
when you became a believer of Jesus, are you not saved from sin and from hell? Երբ որ դուք հավատացյալ դարձաք, դուք փրկվեցիք դժոխքից եւ մեղքից։ Are you not saved? Փրկվեցիք։ Are you not saved from slavery to Satan? Դուք չփրկվեցիք սատանայից եւ ստրկությունից։ So, after you become a believer of Jesus, if you die, where do you go? Երբ որ դարձաք հավատացյալ, երբ որ դուք մահանաք, որտեղ եք գնալու։ Where do you go? Ուր եք գնում։ You go to heaven. Heaven, դրախտ։ Now, the question is this. Հարցը սա է. Why did God not kill you yet? Ինչու ձեզ Աստված մինչև հիմա չի սպանել։ What are you still doing here? Ինչ եք անում ստեղ։ Why are you here? Ինչի համար եք ստեղ։ We still have work to do. You are here to rule this world for God. Դուք այստեղ եք, որ կառավարեք այս աշխարհը Աստծո համար։ It is wrong to think that God saved you only to take you to heaven. Սխալ է, որ մտածեք, որ Տերը ձեզ միայն փրկեց, որ ձեզ դրախտ տանի։ If that was the case, He would have killed you immediately after you became a believer. Եթե տենց լիներ, ուրեմն ձեզ հենց հավատացյալ դառնալուց մի անգամից հետո ձեզի կսպաներ։ He kept you here Ինքը ձեզ պահեց այստեղ, so that you can rise in authority, in power, in influence, and rule this world for God. որովհետև որ դուք կարողանաք աճեք, բարձրանաք, զորանաք իշխանությունով եւ ազդեցությունով եւ կարողանաք կառավարեք այս աշխարհը Աստծո համար։ Now, when I say rule the world, maybe some of you are thinking, what is that? I don't want to be a world ruler. It sounds very scary. Ես երբ որ ձեզ ասում եմ, որ պետք է կառավարեք աշխարհը, կարող է դուք վախենում եք եւ մտածում եք դա ինչ է։ Ես չեմ ուզում կառավարեմ աշխարհը, դա վախենալու է։ But in fact, Բայց if you think of it, in your business, in your workplace, եթե մտածեք ձեր in your գործի մեջ, family, in your family, Եթե մտածեք ձեր գործի մեջ, ձեր բիզնեսի մեջ, ձեր ընտանիքի մեջ, in your apartment block, ձեր բնակարանների in your շենքում, neighborhood, ձեր հարևանության մեջ, in the school where your children go այդ to, դպրոցում, որ ձեր երեխեքն են հաճախում, in your town or city, ձեր քաղաքում, everywhere where you are, որտեղ որ դուք կաք, you are called to bring a godly change. դուք կանչված եք, որ բերեք աստվածային փոփոխություն։ You are called to bring a godly influence. Դուք կանչված եք, որ բերեք աստվածային ազդեցություն։ And then you are called to resist demonic influence. Եվ դուք կանչված եք նաև, որ դիմադրեք սատանայի ազդեցությունը։ That is the simplest and most basic description of ruling that I can give you. Դա ամենահասարակ բացատրությունն է, որ ես կարամ ձեզ տամ կառավարելու մասին։ So ruling doesn't always mean becoming a government leader. Կառավարել միշտ չի նշանակում, որ դուք պետք է դառնաք կառավարության պետական ղեկավար կամ առաջնորդ։ But it also means becoming government leader. Բայց նաև նշանակում է, որ դառնաք կառավարության պետական ղեկավար առաջնորդ։ How wonderful it will be if some of you become the mayors of this town, another one of you become the head of the police department. Ինչ հրաշալի կլինի, եթե ձեզանից որ ոմանք դառնան քաղաքի քաղաքապետը։ How wonderful it will be if some of you go and work in the government and maybe one of you become the prime minister one day. Եվ ինչ հրաշալի կլինի, եթե ոմանք ձեր մեջ դառնան ոստիկանության պետը կամ կամ գնաք աշխատեք կառավարության մեջ կամ մի օր դառնաք երկրի վարչապետը։ And bring about godly influence. Եվ բերեք աստվածային ազդեցություն։ Now I am going to tell you about this concept is in the Bible called dominion. Այս գաղափարը Աստվածաշունչի մեջ է, որը կոչվում է տիրապետություն, տիրապետում։ Did you know the whole idea of dominion
is in the Bible, and it is the first order, first command God gave to you. Գիտեք, այս տիրապետելու գաղափարը Աստվածաշունչի մեջ է, it's in the first commandments. That's the first commandment of God. Եվ առաջին Աստծո պատվիրանն է։ What was okay, let me ask this way. Where was the very first commandment of God in the Bible? Where is it? What verse is it? Աստվածաշունչի մեջ որ համարում է Աստծո առաջին պատվիրանը։ Genesis chapter 1 գլուխ verse առաջին 28. Համար 28 գլուխ առաջին ծննդոց Verse 26, I'm going to read from here. Համար You just verbally translate me. 26 Then God said, let's make man in our image as man and woman. Եվ Աստված ասեց մեր պատկերով եւ մեր նմանությամբ պես մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների եւ անասունների եւ բոլոր երկրի վրա եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա։ Read all the way to 30, down to 30. Կարծացեք մինչև 30-ը Ուրեմն, եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծվեց նա, արու եւ եք ստեղծեց նրանց, եւ Աստված օրհնեց նրանց եւ Աստված ասաց նրանց. Աճեցեք եւ շատացեք եւ լցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկների եւ երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ Եվ Աստված ասեց. ահա ամեն խոտը, որ սերմ ունի բոլոր երկրի վրա եւ ամեն ծառ, որ իր մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի։ Եվ երկրի բոլոր կենդանիներին եւ երկնքի բոլոր թռչուններին եւ երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, ամեն կանաչ խոտ կերակուր լինի եւ այնպես եղավ։ You see, God created man as man Տեսնում եք, Աստված ստեղծեց մարդուն որպես մարդ, and a woman որպես տղամարդ եւ որպես կին, in the image of God, Տիրոջ պատկերով, in the form of God, Աստծո տեսքով, so that որ mankind մարդկությունը can represent God կկարողանա ներկայացնել Աստծուն and rule this world for God. եւ կառավարի այս աշխարհը Աստծո համար։ Do you understand that? Rule. We have authority from God to govern this world. Մենք Աստծուց ունենք իշխանություն, որ կառավարենք այս աշխարհը։ This is you. This is me. Սա դու ես եւ ես եմ։ But the Satan has always, throughout the centuries, has always tried to distract and deceive mankind from fulfilling this assignment. Բայց դարերով Սատանան միշտ փորձել է շեղել եւ խանգարել մարդկությանը, որ չկարողանա կատարել այս նպատակը։ First, Satan tried to deceive Adam and Eve. Սկզբից Սատանան փորձեց խաբել Ադամին եւ Եվային։ Why? Have you ever wondered why is Satan so obsessed about deceiving and distracting mankind? Դուք մտածել եք երբևէ ինչու է Սատանան այդքան ուզում, այդքան շահագրգռված, որ խաբի մարդկությանը։ Have you ever wondered why? Ինչու մտածել եք երբևէ ինչու? Because if you don't rule and control the world, there will be a power vacuum and then Satan will rule this world. Որովհետև եթե դուք չկառավարեք այս աշխարհը, ուրեմն Սատանան կկառավարի այս աշխարհը։ Ինքը ասենց վակյումի պես դատարկություն կլինի եւ ինքը կկանի, ինչ որ դուք պետք է անեք։ If you don't rise up and take your authority, Եթե դուք չբարձրանաք եւ չվերցնեք ձեր իշխանությունը, Satan will try to steal your authority. Սատանան կփորձի գողանա ձեր իշխանությունը։ So from the beginning, Satan tried everything. Հենց սկզբից Սատանան փորձեց ամեն ինչ։ He tried to deceive and distract mankind from fulfilling
this first commandment. Ինքը փորձեց, որ խափի եւ խանգարի շեղի մարդկությունը, որ այս առաջի պատվիրանը չկարողանա կատարել։ Also, in the very first commandment, God said to man and woman, Եվ հենց առաջի պատվիրանի մեջ Տերը ասեց տղամարդուն եւ կնոջը, multiply. որ բազմացեք։ What does multiply mean? Ինչ է նշանակում բազմանալ։ Make babies. Երեխեք ունեցեք։ Make babies. Երեխեք ունեցեք։ Fill the world. Լցրեք աշխարհը։ And then rule the world. Հետո կառավարեք իշխեք աշխարհը։ And rule the world for God. Եվ կառավարեք աշխարհը Աստծու համար։ Did you know for centuries Satan deceived the mankind to kill their unborn babies? Գիտեք, դարերով Սատանան խափեց մարդկությանը, որ սպանեն իրանց չծնված մանուկներին։ We call it abortion. Եվ դա կոչում ենք աբորտ։ Abortion practice goes all the way back as far as we can trace in history. Եվ այս աբորտ անելը շատ հետ է գնում պատմության մեջ, հենց մինչև այն սկզբից, որ կարանք տեսնենք, որ պատմությունը սկսեց։ Why is Satan trying to kill the babies before they are born? Ինչու է Why? Սատանան փորձում սպանել չծնված մանուկներին, ուզում է սպանի ծնվելուց առաջ։ Because every baby is a threat for Satan, Որովհետև ամեն մանուկ a threat for Satan's dominion. ամեն մանուկ ինքը վտանգ է Սատանայի իշխանությանը։ Every baby is a human in the image of God. Ամեն մանուկ մարդ է Աստծու պատկերով ստեղծված։ And Satan is trying to deceive people to kill their own babies. Եվ Սատանան փորձում է խաբել մարդկանց, որ իրենք սպանեն հենց իրանց երեխաներին, Because Satan is threatened by you. որովհետև Սատանան վախենում է, ինքը վտանգ է զգում ձեզանից։ Here the problem is not you. Այստեղ խնդիրը դուք չեք, The problem is the authority that you carry. խնդիրը ձեր իշխանությունն է, որ դուք ունեք։ You are created by God in his image. Դուք ստեղծված եք, Աստված ձեզ ստեղծել է իր պատկերով։ Only you. Մենակ դուք։ Besides the humankind, no other creature has this privilege. Մենակ մարդ է, որովհետև մարդուց բացի ոչ մի կենթանի, ոչ մի ստեղծված բան չունի այս բարձր պատիվը։ Even the angels don't have this authority. Նաև հրեշտակներն էլ այս իշխանությունը չունեն։ I'm going to say it again. Even the angels don't have the authority you have. Նաև հրեշտակներն էլ իրանք էլ չունեն այն իշխանությունը, որ դուք ունեք։ Angels don't have the authority to rule the world. Հրեշտակները չունեն իշխանություն, որ կառավարեն այս աշխարհը։ Only you and I have that authority. Մենակ դուք եւ ես ունեմ այդ իշխանությունը։ Who gave us this authority? Մեզ ով տվեց այս իշխանությունը։ God, the creator of the world. Աստված, այս աշխարհի ստեղծողը։ To whom does the world belong? Այս աշխարհը ում է պատկանում։ To God. Աստծուն, Because he created it. որովհետև ինքը ստեղծեց։ You know what? God said he loves this world. Եվ գիտեք ինչ, Աստված ասեց, որ ինքը սիրում է այս Did you աշխարհը։ know that? Գիտեք դա։ He loves the trees, the plants, Ինքը the սիրում է։ fish, the bird, the cloud, the mountain, the river. He loves them. Ինքը սիրում է ծառերը, սիրում է ծաղիկը, սիրում է կենդանիներին, սիրում է սարերը, սիրում է ամպերը, սիրում է գետը։ Ինքը բոլորը սիրում է, ինքն է ստեղծել։ He loved it so much. Ինքը այնքան սիրեց, He այնքան է սիրում, created a very special gardener. որ այնքան սիրեց, որ ինքը ստեղծեց շատ յուրահատուկ պարտեզբան, He created a very special being. այգեպան։ Ինքը ստեղծեց շատ յուրահատուկ մեկին, That is you and me. դու եւ ես։ And then he gave us an authority from heaven. Եվ ինքը մեզի դրախտից իշխանություն տվեց, To rule this world for God. որ կառավարենք այս աշխարհը Աստծու համար։
No one else has this authority. Ուրիշ ոչ մեկը չունի այս իշխանությունը։ The animals don't have this authority. Կենթանիները չունեն այս իշխանությունը։ The fish, the bird, the trees, nobody has this. Ոչ մեկ չունի այս իշխանությունը։ Ձուկերը չունեն, թռչունները չունեն, ծառերը չունեն։ Even the angels don't have this authority. Նաև թեկուզ հենց հրեշտակները չունեն այս իշխանությունը։ So now do you understand? You have a God-given authority and responsibility to rule this world. Հիմա դուք հասկանում եք, որ դուք ունեք Աստծուց տված իշխանություն եւ պատասխանատվություն, որ կառավարեք այս աշխարհը։ You understand? Authority and responsibility are two different things. Դուք հասկանում եք, իշխանությունը եւ պատասխանատվությունը տարբեր բաներ են։ Responsibility is what you are supposed to do. You are responsible. Պատասխանատվությունը այն բանն է, որ դու պիտի անես, դու պատասխանատու ես, որ անես։ Authority is the power that God gave you to do it. Եվ իշխանությունը նա է այդ զորությունն է, որ Տերը քեզ տվել է, որ դու կկարողանաս անես։ But from the beginning, Satan did everything he can Բայց հենց սկզբից Աստված կներեք, հենց սկզբից Սատանան արեց ամեն ինչ, որ to կարողանա, deceive and distract people որ խափի եւ շեղի մարդկանց, so that they will never be able to do their job. որ իրանք երբեք չկարողանան իրանց գործը անեն։ Do you see what's happening? Դուք տեսնում եք ինչ է կատարվում։ Now, as a result of the fiddling of Satan, Այս սատանայի այս որ սատանան սենց խառնել է, what happened is many people throughout the history, they have resigned from their responsibility. They resigned it. շատ մարդիկ պատմության մեջ իրանց պատասխանատվությունից դուրս են եկել։ Do you understand resigning? Հասկանում եք, գիտեք ինչ բառ է օգտագործում resigning, որ երբ որ դու ոնց որ աշխատանք ես անում, հետո նամակ ես գրում, ասում ես ես այլևս չեմ ուզում աշխատեմ, այդ ինչ բառ է։ They said, no, I'm not going to do it. Հրաժարվել են այս աշխատանք, դիմում են գրել, կներեք, They left the job. Դիմում են գրել մարդիկ եւ հրաժարվել են եւ իրանց գործից դուրս են եկել։ Just sit and sit. Don't keep walking. Ասում եմ որ նստեք եւ չգնաք եւ չգաք։ Okay, so now, throughout the history, many people left their God-given responsibility. Պատմության մեջ շատ մարդիկ թողեցին իրանց Աստծո տված պատասխանատվությունը։ I'm going to ask a question. Ես ձեզ հարց եմ տալու։ If you today decide Եթե դուք այսօր որոշեք, you're not going to wash the dishes, չեք լվալու ամանները, you're not going to take the trash out, ձեր աղբը չեք տանելու դուրս, you're not going to pay the bills, electricity, gas, water, you're not going to pay that, կոմունալ վարձերը չեք վճարելու, what will happen to your children in your house? ինչ կլինի ձեր տան հետ եւ ձեր երեխեքի հետ։ What will happen? Ինչ կլինի։ Everything will be destroyed. That is exactly what millions of people did until now. Հենց դա է, որ միլիոնավոր մարդիկ արել են մինչև այսօր։ They left their responsibilities. Իրանք թողեցին իրենց պատասխանատվությունները։ And when you leave the house like that, Եվ երբ որ դու թողնես տունը այդ վիճակի, and you say, I'm not going to lock the door in the night, եւ ասես, որ ես իմ տան դուռը գիշերը չեմ փակելու, what happens? ինչ կլինի։ Criminals come in, open the door. Bad people come in, open the door. Հանցագործները կգան դուրերը կբացեն, վատ մարդիկ կգան դուրերը կբացեն, They eat and drink in your house. կուտեն կխմեն ձեր տան They մեջ make you even a bigger mess. եւ ավելի կեղտոտեն ձեր տունը They start mistreating your own children in your own house. եւ ձեր երեխեքի հետ վատ կվերաբերվեն հենց ձեր տան մեջ, But you don't want to do anything. բայց դուք ոչ մի բան չեք ուզում անեք։ You see it, but you say, no, I'm not going to do anything. Դուք տեսնում եք, բայց ասում եք ես ոչ մի բան չեմ անելու։ That's what our ancestors did for centuries. Մեր նախնահայրերը սա արեցին դարեր շարունակ։
What is more troubling is how the church, Christians, for many centuries did not want to fulfill this responsibility of ruling the world. Եվ ինչն է ավելի անհանգստացնում, որ դարեր շարունակ եկեղեցու մեջ ծառայողները հենց սա չէին ուզում անեն, չէին ուզում կառավարեին, որ խոսքը կատարվեր։ For many centuries, Christians believed Դարերով քրիստոնյաները հավատում էին, if you are Christian, you must quit your job, եթե դու քրիստոնյա ես, ուրեմն դու պիտի գործից դուրս գաս, leave the city, քաղաքից դուրս գաս, go up the mountain, գնաս սարերի վրա, build a little chapel, մի հատ փոքր եկեղեցի սարքես, make a little vegetable garden, մի հատ փոքր բանջարեղենի այգի սարքես, all day long read the Bible. բոլոր օրը Աստվածաշունչ կարդաս, When you are tired, sleep there. երբ որ հոգնում ես հենց այդտեղ քնես, When you wake up, eat. երբ որ արթնանաս ուտես, Read the Bible, sing songs. Աստվածաշունչը կարդաս, երգեր երգես, When you are tired, sleep there again. երբ որ հոգնես, նորից կքնես, Don't go down to the village. չգնաս No, they are ցածը sinful people. Don't get there. Don't go there. չգնաս գյուղը ցածը, որովհետև դրանք մեղավոր մարդիկ են, չգնաս ընդ For centuries, Christians lived like that. դարեր շարունակ քրիստոնյաները այսպես են ապրել։ If you look at the hills of Armenia, on every hilltop there is one monastery. Եթե նայեք Հայաստանի սարերում, ամեն մի սարի վրա մի հատ եկեղեցի կա։ I am not saying they are bad. Those monasteries are bad. I'm not saying that. Ես չեմ ասում, որ դրանք վատ են, վատն են։ But it's not just Armenia. All of Lebanon, Syria, Iran, Iraq, Armenia, Turkey, Georgia, every hill top there is a monastery. Ես չեմ ասում դա մենակ Հայաստանում է, դա նաև ուրիշ երկրներում կան, Լիբանան, Վրաստան, Իրաք, Iran, Syria, Turkey, Georgia, Azerbaijan. Ադրբեջան, սարերի վրա կա եկեղեցի չէ, monastery-ն, On mountain tops there is little things. հա, սարերի վրա ասենց փոքր բաներ են, մատուռ։ Why? Because they believed. In those days they believed. If you become a believer, leave everything, go up the mountain. Ինչու, որովհետև այդ օրերին իրանք հավատում էին, որ երբ որ դառնաս հավատացյալ, թող եւ գնաս սարերի վրա։ What happened? But the question is, if we all do that, who will rule this world? Բայց հարցը սա է, եթե մենք բոլորս դա անենք, ով կկառավարի այս աշխարհը։ If we all leave our job, Եթե մենք բոլորս թողնենք մեր աշխատանքը, go on mountain tops, գնանք սարի վերևը, who will make the laws for this country in the parliament? ով այս երկրի ազգային ժողովում օրենքներ կդնի։ Godless people. Մարդիկ, որ Աստված չունեն, անաստված մարդիկ։ Who will run the businesses? Ով կկառավարի բիզնեսները, Godless people. անաստված մարդիկ։ Who will be the police officers and police captains? Ով կլինի ոստիկանության պետը, ոստիկան, Godless people. անաստված մարդիկ։ All the banks will be controlled by godless people. Բոլոր բանկերը կկառավարվեն անաստված մարդկանցով։ And then, when the godless people use their power to persecute Christians, we all cry. Եվ հետո, երբ որ անաստված մարդիկ կօգտագործեն իրանց զորությունը, որ ճնշեն եւ հալածեն քրիստոնյաներին, մենք բոլորս կլացենք։ Now, actually, the biggest mistake is not what they do, but what we have done. Ամենամեծ սխալը այն չի, որ իրանք ինչ են անում, բայց այնա, որ մենք ինչ ենք արել։ When the godly man and woman refuse to rule the world, godless man and woman will rule the world and will even kill the godly man and woman. Երբ որ Աստծո կինը եւ Աստծո տղամարդը մերժում են եւ չեն կառավարում այս աշխարհը, այդ ժամանակ անաստված տղամարդիկ, անաստված կանայք կկառավարեն այս աշխարհը։ Shall I say it again? It's very important Նորից this. կասեմ, որովհետեւ շատ կարեւոր է։ When the godly man and woman refuse to rule the world,
Yep. godless man and woman will rule the world and will even go kill the Christians. Երբ որ Աստծո տղամարդիկ, Աստծո կանայք մերժում են եւ չեն ուզում կառավարեն այս աշխարհը, անաստված տղամարդիկ եւ անաստված կիները կկառավարեն այս աշխարհը եւ նաեւ կսպանեն They will even kill the Christians. քրիստոնյաներին կսպանեն։ Do you understand this? Հասկանում եք սա։ This is very serious. Սա շատ լուրջ է։ If we really want to change the world, Եթե մենք իսկապես ուզում ենք փոխենք աշխարհը, you sitting on a mountaintop reading Bible, singing songs is not enough. դու նստես սարի վրա եւ կարդաս Աստվածաշունչը եւ երգես, դա բավական չէ։ That is not enough. Դա բավական չէ։ We need to get involved in the world affairs. Մենք պետք է մտնենք եւ խառնվենք, զբաղվենք այս աշխարհի գործերով։ We need to take responsibility for this world as Christians. Մենք որպես քրիստոնյա պետք է պատասխանատվություն վերցնենք այս աշխարհում։ We need to take responsibility in business. Մենք պետք է պատասխանատվություն վերցնենք բիզնեսի մեջ։ Go start businesses. Գնացեք, Build your business. Become a rich business person. գնացեք եւ սկսեք բիզնեսներ կամ շինեք ձեր բիզնեսը եւ դարեք հարուստ բիզնեսի տղամարդիկ կամ And use your power and money to glorify God in this country. եւ օգտագործեք ձեր փողը եւ ձեր զորությունը To glorify God in this country. որ փառավորեք Աստծուն այս երկրի մեջ։ Go get involved in politics. Գնացեք եւ մտեք քաղաքականության մեջ։ If you don't get involved in politics, who will do it? Եթե դուք չմտնեք քաղաքականության մեջ, ով կմտնի։ Godless people will do it. Անաստված մարդիկ կանեն։ And when the godless people become politicians, they will attack the church. Եվ երբ որ անաստված մարդիկ դառնան քաղաքական գործիչներ, կհարցակվեն եկեղեցու վրա։ Therefore, we must get into the politics. Դրա համար մենք պետք է մտնենք քաղաքականության մեջ։ Become ministers, become the prime minister, become the president. Դառնանք նախագահը, դառնանք վարչապետը, դառնանք ազգային ժողովի անդամ։ And use your power for the glory of God. Եվ օգտագործեք ձեր զորությունը Աստծո փառքի համար։ And rule this world for God. Եվ այս աշխարհը կառավարեք Աստծո համար։ Pass new laws, godly laws. Նոր աստվածային օրենքներ դրեք։ Cancel the godless laws, cancel them. Եվ մերժեք, չեղյալ համարեք անաստվածային օրենքները։ But if you all leave your job, and if you all only sit and read the Bible and do nothing else, you can't do that, can you? Բայց եթե դուք նստեք, մենակ ձեր Աստվածաշունչը կարդաք, ձեր գործը թողնեք, դուք չեք կարա, չէ, այսպես բաներ անեք։ Don't get me wrong, we must read the Bible, Ինձ սխալ մի հասկացեք, մենք պետք է կարդանք Աստվածաշունչ, but we must rule the world for God. բայց մենք Աստծո համար պետք է կառավարենք այս աշխարհը։ Ամեն։ Get involved in the media industry, TV channels, radio stations, internet companies. Go, get involved in those places. Գնացեք եւ մտեք մեդիայի մեջ, հեռուստակայարաններում, ռադիոյում, ինտերնետում։ Get involved into schools, universities, become the lecturers, become the deans and professors at universities and private schools. Մտեք դպրոցների մեջ, համասարանների մեջ, դարձեք պրոֆեսորներ, համասարանում աշխատեք, դպրոցներ եւ քոլեջների մեջ։ And from there, teach the new generation about God, about Jesus, about biblical principles. Եվ այդտեղից սովորեցրեք մարդկանց Աստծո մասին, Հիսուսի մասին եւ Աստվածաշնչի սկզբունքների մասին։ Go study, become movie makers, filmmakers. Գնացեք սովորեք եւ դարձեք կինո Make movies from the Bible. Make movies about God, about Jesus. Աստվածաշունչի կինո ֆիլմեր սարքեք, Հիսուսի մասին ֆիլմեր սարքեք։ Go into banking industry. Become bankers. Գնացեք բանկերի մեջ եւ բանկի աշխատողներ դարձեք։ Use your money and power for God. Օգտագործեք ձեր զորությունը եւ ձեր փողերը Աստծո Support the համար։ churches, support ministries. Եվ օգնեք, աջակցեք ծառայություններ, աջակցեք եկեղեցուն։ You see, only when you say, yes, I will rise up
and I will rule this world for God. Only if you say that these things are possible. Տես, եթե դուք ասեք, երբ որ դուք կասեք, ես կբարձրանամ եւ կկառավարեմ այս աշխարհը Աստծո համար, այդ ժամանակ այս բաները հնարավոր կդառնան։ But if you say, no, I am Christian, everything is bad in this world, business is bad, police is bad, army is bad, government is bad, politics is bad, school is bad, media is bad, TV, everything is bad, I am the only good thing. Ասում եմ, բայց եթե դուք ասեք ես քրիստոնյա եմ եւ այս աշխարհում ամեն ինչ վատն է, միայն ես եմ լավը, դպրոցները վատն են, քաղաքականությունը վատն է, ամեն ոստիկանությունը վատն է, ամեն ինչ է, լիքը բաներ նշեց, մոռացամ։ And then you leave everything behind and you go to the mountain because you want to be holy. Եվ այդ ամեն ինչը թողնեք եւ գնաք սարերի վրա, որովհետեւ դուք ուզում եք սուրբ լինեք։ Are you ruling the world or are you trying to run away from the world? Դուք կառավարում եք աշխարհը, թե դուք փորձում եք փախնեք աշխարհից։ Our history as Christians Մեր պատմությունը որպես քրիստոնյաներ is full of coward Christians who try to run away. Մեր պատմությունը լեցուն է վախկոտ քրիստոնյաներով, որ փորձեցին փախնեին։ They run away. Իրանք փախան։ They ran into every mountain. Փախան բոլոր սարերի վրա։ They left the cities. They left the towns. Թողեցին քաղաքները։ They left the problem of abortion. And to this day, every year, hundreds of millions of babies are killed. Եվ իրանք թողեցին աբորտի խնդիրը եւ փախան եւ մինչեւ այսօր հարյուրավոր երեխեք ամեն օր սպանվում են։ They left they left hundreds of societal problems unattended. Իրանք թողեցին միլիոնավոր հասարակական խնդիրներ։ They left the government in the hands of godless people. Թողեցին կառավարությունը անաստված մարդկանց ձեռքերի մեջ։ Here is the question. Հիմա հարց կա։ Where were the Christians when the Soviets took over the government in Russia? Where were the Christians? Որտեղ էին քրիստոնյաները, երբ որ սովետ կոմունիստները վերցրեցին, գրավեցին Ռուսաստանը։ Where were they? Ուր էին քրիստոնյաները։ Where were the Christians Ուր էին քրիստոնյաները։ when Muslims slaughtered Christians all over Middle East and Turkey and all over this part of the world for centuries? Where were the Christian businessmen? Where were the Christian politicians? Where were they? Որտեղ էին քրիստոնյա բիզնեսի մարդիկ, քրիստոնյա քաղաքական գործիչները, երբ որ մուսուլմանները սպանում էին քրիստոնյաներում միջերկրական Ասիայի մեջ, Թուրքիայի մեջ, ուր էին քրիստոնյաները, երբ որ սպանում էին իրանց մուսուլմանները։ This whole notion, this whole idea of I want to be Christian and I want to hide under my bed is a wrong idea. Այս բոլոր գաղափարը, որ ես ուզում եմ լինեմ քրիստոնյա եւ իմ մահճակալի տակ պահկվեմ։ God left us on earth to rise up and rule this world for God. Աստված մեզ թողեց այս աշխարհի վրա, որ մենք բարձրանանք եւ կառավարենք այս աշխարհը Աստծո համար։ And we do it together as man and woman. Եվ մենք պետք է անենք միասին, որպես տղամարդ եւ կին։ When we get married to raise godly children. Երբ որ մենք ամուսնանում ենք, որ մեծացնենք աստվածային երեխաներ։ Today if you watch all those rubbish American movies, Եթե այսօր դուք նայեք այդ բոլոր ամերիկյան ֆիլմերը, որ աղբ են, they show marriage is all about attraction, sexuality, beauty. That's what they show. Իրանք այնպես են ցույց տալիս, որ ամուսնությունը մենակ գեղեցկության մասին է, իրար գրավելու համար է։ But the Bible shows something else. Բայց Աստվածաշունչը ուրիշ բան է ցույց տալիս։ The Bible shows marriage has a purpose. Որ ամուսնությունը պատճառ եւ նպատակ ունի։ What is the purpose of the marriage in the Bible? Tell me. Does anybody know? Աստվածաշունչի մեջ ինչն է ամուսնության նպատակը, պատճառը, որևէ մեկը գիտի։ What? Ինչ է։ Babies.
Babe, մանուկներ, երեխաներ։ That's why God created one man and one woman. Դրա համար Աստված ստեղծեց մի հատ մարդ եւ մի հատ կին։ That's why God said multiply. Multiply and fill the world. Եվ դրա համար Աստված ասեց, որ բազմացեք եւ լցրեք աշխարհը։ Raise your children for God. Եվ մեծացրեք ձեր երեխաներին Աստծու համար։ Here is the fact. Those of you who are above 40 already know this. Սա է փաստը, ով որ ստեղ 40-ից վերև է արդեն գիտե սրա մասին։ Those of you who are below 40 maybe are still very ignorant. Նրանք որ 40-ից դեռ փոքր են, դեռ ավելի բան է գիտություն չունեք դեռ։ The physical beauty and attraction is a passing deception, not deception, illusion, a passing illusion. The physical beauty. Ֆիզիկական գեղեցկությունը, որ շատ անցնողիկ խափեությունը։ Խափսիկ։ None of us stay the same. Do you stay the same? No, you don't. Ոչ մեկս նույնը չենք մնալու, դուք նույնն եք մնալու։ We become like this. All of us. Բոլորս էլ այսպես ենք լինելու։ But God created us so that we can multiply and rule this world. Բայց Տերը մեզ ստեղծեց, որ մենք բազմանանք եւ կառավարենք այս աշխարհը։ So don't watch too much American junk movies. Շատ ամերիկյան աղբ կինոներ մի նայեք։ I'm not against Americans, don't get me wrong, but the movies I'm against. Ես ամերիկացիների դեմ չեմ, բայց իրանց ֆիլմերին դեմ եմ։ You have a purpose. Դուք նպատակ ունեք։ God made you a man or a woman for a purpose. Աստված ձեզ ստեղծեց տղամարդ եւ կին նպատակի համար։ And when Jesus died on the cross, he set you free from the bondage of Satan. Եվ երբ Հիսուսը մահացավ խաչի վրա, ձեզ ազատագրեց սատանայի կապանքներից։ You are free. Դուք ազատ եք։ But here is the question, why did Jesus make you free? Դուք ազատ եք, բայց սա է հարցը, ինչու ձեզի Աստված ազատեց։ Why? Ինչու։ So that you can rise up and rule this world for God. Որ դուք կարողանաք բարձրանալ եւ կառավարեք այս աշխարհը Աստծու համար։ I see some young people here. Ես տեսնում եմ ստեղ երիտասարդ մարդկանց։ You need to ask yourself this very important question. Եվ դուք ձեզ պիտի հարցնեք այս կարևոր հարցը։ What are you doing in this world? Why are you here? Ինչի եք այս աշխարհում։ Ինչ եք անում այս աշխարհում։ If you want to increase your holiness, this is not the place, my friend. Եթե դուք ուզում եք ավելի շատ սուրբ լինեք, սա այդտեղը չի։ Because this world is a filthy place. We know that. Որովհետև այս աշխարհը շատ պիղծ տեղ է, մենք գիտենք, բոլորս է գիտենք։ Maybe the purpose of your life is not just seeking personal holiness. That is good, but maybe there is more than that. Կարող է ձեր կյանքի նպատակը մենակ այն չի, որ դուք ուզում եք անձնական սրբություն ունենաք։ Դա լավ է, բայց ձեր կյանքի նպատակը մենակ սրբությունը չի։ The Bible makes it clear. Jesus left us on earth as his representatives. Աստվածաշունչը շատ պարզ ասում է, որ Հիսուսը մեզ թողեց այս աշխարհի վրա որպես իր ներկայացուցիչներ։ We represent Jesus. Մենք ներկայացնում ենք Հիսուսին։ We are the salt and the light. Մենք ենք աղը եւ լույսը։ And Jesus expects us to rise up and exercise godly authority. Եվ Հիսուսը սպասում է մեզանից, որ մենք բարձրանանք եւ իշխենք եւ կառավարենք։ Now, before I finish, I want you to imagine. Վերջանալուցս առաջ ես ուզում եմ, որ դուք պատկերացնեք։ I want you to imagine in Armenia. Ես ուզում եմ պատկերացնեք Հայաստանում, where the prime minister is a passionate Christian. Ուզում եմ պատկերացրեք, որ Հայաստանի վարչապետը շատ sense քրիստոնյա է, հավատացյալ է, բայց In the National Gallery every morning they worship and they read the Bible and they worship Jesus. Imagine that. Եվ ամեն առավոտ բանում որտեղ նկարները կա պետական որ
պետական պատկերասրահում ամեն առավոտ պատկերացրեք, որ աղոթում են եւ փառք են տալի, փառաբանում են Հիսուսին։ Imagine the entire police force of Armenia. Every day they worship Jesus and they treat people with respect because they are all believers. Imagine that. Պատկերացրեք, որ Հայաստանի ոստիկանությունը բոլորը հավատացյալ են, ամեն օր պաշտում են Հիսուսին եւ ժողովրդի հետ վարվում են բարիությամբ։ Imagine all the Armenian mayors and governors are Christians and they encourage people to worship Jesus and they govern their cities with respect for God. Պատկերացեք, որ Հայաստանի բոլոր գյուղապետները եւ քաղաքապետները քրիստոնյա են եւ պաշտում են Աստծուն եւ քաջալերում են մարդկանց, որ պաշտեն Աստծուն։ Imagine all the municipal workers, they respect God so much that they take good care of the parks, the trees, the plants. Պատկերացրեք, որ քաղաքապետարանի բոլոր աշխատողները այնքան շատ են հարգում Աստծուն, որ հոգ են տանում պարտեզների, ծաղիկների, ծառերի համար։ They take good care of animals. Իրանք լավ հոգատար են կենդանիների հանդեպ։ They take good care of orphans and widows in the cities. Եվ իրանք հոգ են տանում այս քաղաքի որբերին եւ որբեվայրերին։ Imagine Պատկերացրեք Armenian businessmen and women being, all of them being godly Christian men and women. Պատկերացեք, որ Հայաստանում բոլոր տղամարդիկ եւ կանայք, որ բիզնեսի մեջ են, որ իրենք աստվածային մարդիկ լինեին։ Instead of trying to steal and cheat, they generously giving to the society. Որ իրանք խափելու տեղը իրանք առատորեն տալիս էին հասարակականությանը։ Imagine your universities being godly places. Պատկերացեք, որ ձեր համալսարանները լինեին աստվածային վայրեր։ Imagine your young men and women being godly people and even getting married for godly purposes in a proper way. Պատկերացեք, որ ձեր երիտասարդները լինեին աստվածային եւ ամուսնանային աստվածային պատճառների համար եւ աստվածային կերպով։ Imagine this country shining so bright that all the nations around Armenia looking in admiration to Armenia. Պատկերացրեք, որ Հայաստանը այնց պայծառ ձևով փայլեր, որ իր կողքի ազգերը նայեն Հայաստանին։ This is all possible. Այս ամեն ինչը հնարավոր է։ Only Մենակ if you rise up and say, I will rule and reign for Christ. այս ամեն ինչը հնարավոր է մենակ եւ մենակ, եթե դուք ասեք, որ ես կբարձրանամ եւ կկառավարեմ եւ կիշխեմ Հիսուսի համար։ But if you say, no, I will only read my Bible and I will leave the city and go to mountaintop, this will never happen. Բայց եթե դուք ասեք, որ ես մենակ կկարդամ իմ Աստվածաշունչը եւ քաղաքս կթողնեմ, կգնամ սարի վրա կապրեմ, այս ամեն ինչը հնարավոր չի լինի։ God expects you to rise up and get involved in the world affairs. Աստված ձեզանից սպասում է, որ դուք կբարձրանաք եւ կմտնեք, կխառնվեք այս աշխարհի բաների մեջ։ Is there any question you want to ask? Հարցեր կան, որ ուզում եք հարցնեք ինձ։ Before you ask questions, maybe I'm going to pray and close the recording. Հարցերից առաջ ես ուզում եմ երևի աղոթեմ եւ ձայնագրությունը Lord Jesus Christ, we bless this church. I bless this church. I bless Armenia. I bless these brothers and sisters that they shall rise. They shall take their responsibility. They shall rule and govern in the name of Jesus. They shall get involved in the world affairs. They shall get involved in business. They shall get involved in government. They shall get involved in every area of life. And they shall influence this country, this world, for the glory of God. In Jesus' name, I pray and speak this over this church. Amen and amen. Amen. Amen.